պատերազմում հաղթած նախագահը հաղթել է նաև անցնող 8 տարիներին, չի ընկրկել բանտարկությունից, չի վախեցել եկել է հայրենիք պատասխան տալու, ձերբակալվել է, կալանքի տակ է մնացել, ազատ արձակվել, իր ոտքով նորից բանտ է գնացել, այս փորձությունն էլ է անցնելու, իր ընտանիքը որևէ վայրկյան չի փախել ռմբակոծվող Արցախից, մնացել է մինչև վերջ, Լևոնն էլ անստել, Սեթրակը այս փորձությունն էլ կանցնի, Տիկին Բելան ընտանիքը այս փորձությունն էլ կանցնեն, բայց ես խոսելու եմ մի ահավորության մասին, երեք Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավում ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք, հայր, մայր, 2 քույրեր, քույրերից մեկին, որը 3 անչափահաս երեխայով միայնակ մայրը դատարանը առանց աչքը թերթելու, ես դատավորին պատկերացնում, մեկ էլ հիշում օրը Նիկոլ Փաշինյանը գոռում էր ու միանգամից որոշումը կայացնում է, կալանք, տեսակցություններ մենակ անչափահաս երեխեքին, պատկերացնում եք կանանց գաղութ 8-9 տարեկան երեխեն մտնում է մենակով քայլում է, լավ կասեք կհակադարձեք, լավ տատին կպահի, չէ 74 տարեկան տատին էլ են կալանք տալիս, 74 տարեկան տատին, իսկ աղջկան գիտեք ինչ են կալանք տվել, իբր 98 թվականին 18 տարեկան աղջիկ երեխեն, այդ օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժանդակել է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, բայց դատավորը խելագարությամբ միջնորդություն էլ կհաստատի, որտեղ ինքը հիշում է, որ այս ամբողջ Նիկոլ Փաշինյանը գոռում էր լրիվ վրա, լավ տատին էլ անստած, կասեք մյուս քույրը կպահի, չէ, բայց մյուս քրոջն էլ են անչափահաս երեխեքի մոր կալանք տվել, Աստված միարացե հեռու բոլորի տղամարդիկ լսեք, հորը տվել են տնային կալանք, պատկերացնում եք այդ մարդու վիճակը, տնային կալանք, որ նույնիսկ իր թոռներին չի կարող այցելի, այսպիսի բան մեր երկրում, ոչ թե Հայաստանի անկախ հանրապետությունում, խորհրդային Հայաստանում չի եղել, երեք դատարանի բակում տասնյակներով ոստիկաններ կային, գետիններն էին մտել, անկեղծ մութ էր, ռիսկով կարում էին ասել մի մանուկյան, չգրված օրենքար, ընտանիք 2 անդամի չեն բռնում, մեր 2 աղջիկ 3 տարել են կալանքի, Տիկին Բաթոյան խոսում եք կանանց իրավունքների մասին, մի հատ ՀԿ-ի բարձրաձայնում տեսել եք ցավի սիրտ եմ ասում, որտեղ գլխատվել է 8 տարին հասարակական սեկտորը, խոսացող չկա,